կատարվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին ծուկ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ծնկներին։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ծնկներին։ Սիրելի ծնկներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Եթե նույնիսկ ֆինանսական ոլորտում, բանկերի հետ կապված, իրավական ոլորտի հետ կապված խնդիրներ կար, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենաք, ժառանգություն հնարավոր է ունենաք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների ասնական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Սիրելի ծնկներ, ձեր ասնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու է, միություն է ցույց տալիս։ Եթե նույնիսկ սիրելի ծնկներ, դուք ձեր տան մեջ, ձեր ընտանիքի մեջ ինչ-որ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք կարողանալու եք Աստծու կամքով այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից ցերպազատվել։ Այն ծնկները, ովքեր որ ամուսնացած չեն, ձեր կյանքի մեջ էլի Աստծու կամքով մտնելու է այնպիսի մարդ, որի հետ դուք երկար եւ երջանիկ հարաբերություն եք ունենալու, ամուսնություն, ընտանիք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների առողջական ոլորտում 2026 թվականի մայիս ամսին։ Չկա առողջական խնդիր, կա լավացում, կա ապաքինում, նույնիսկ տարօրինակ ձևով ապաքինում, դուք էլ չեք հավատում, բայց դուք տեսնելու եք այդ ապաքինմանը, դուք տեսնելու եք այդ առողջական հրաշքին, այդ լավացման հրաշքին։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ծնկներ 2026 թվականի մայիս ամսին։ Այո, կկատարվի հատկապես ֆինանսական ոլորտի հետ կապված խնդիրներ կար, որից դուք վախենում եք, դուք կկարողանաք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Ահա ինչ է սպասում 2026 թվականի մայիս ամսին կենտաղանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Այսքանը սիրելիներս գրանցվեք իմ ալիքներին, ինչպես գիտեք ես էքստրասենս բարահոգեբան եմ,